Եվ այսպես ուշադրություն նաև ուզում ենք խոսել նրա մասին, որ 16 օր է փոքրիկը չկա, գետում չեն գտել նրան, եւ վարկածը, որ նրան առևանգել են, մնում է կարկառուն եւ հավանական, այնքանով հավանական, որքանով որ նա կարող էր ընկած լինել գետը։ Երեխային ոչ մեկ չէր առևանգի նրա տան շրջակայքից, որովհետեւ այնտեղ նախ եղել են մարդիկ, իր պապը, իր հայրը, նաեւ պապն ու հայրը ասում են, որ երեխան չի անցել իրենց կողքով եւ եթե անցներ իրենք կնկատեին, բայց մարդыз նաև կարող էին չնկատել։ Եթե առևանգեին, պետք է առևանգեին ինչ-որ մի ճանապարհից, որտեղով որ անցնում են շատ մեքենաներ, դա դեպի Հրազդան գնացող ճանապարհն է, գյուղի գլխավոր ճանապարհը, որը պետքա մոստը հատես, կամուրջը հատես, որ հասնես այդ ճանապարհ, որ տեղակայված է գյուղի խանութներից մեկը, որտեղ որ կա տեսախցիկ իհարկե, եթե երեխան հասներ այդ ճանապարհ, այդ կամուրջը անցնում է գետի վրայով եւ հայտնվում ես արդեն գլխավոր ճանապարհի վրա։ Եթե երեխան լիներ այդտեղ, ապա տեսախցիկները միանշանակ նրան կֆիքսեին մեքենա, եթե առևանգել են մեքենայով են տարել կամ մարդիկ, ովքեր որ երեխայի հետ զրուցել են, հետո տարել են երեխային։ Բոլոր հավանական դեպքերը մենք քննարկում ենք, բայց այն փաստը, որ երեխան կհասներ այդ ճանապարհ, դա մի քիչ արդեն շատ բարդ է, նույնիսկ պատկերացնելու համար, որ երեխան կհասներ գյուղի գլխավոր ճանապարհ եւ նրան այդտեղից կառևանգեն։ Այո, այդտեղից կարող էին նրան առևանգել, որովհետեւ այդ ճանապարհը գյուղի մեջից այդքան էլ պարզ տեսանելի չի, այսինքն դու պետքա հստակ ուշադրությունդ այդ կողմ սևեռես, որ տեսնես ինչա կատարվում, եւ անդադ մեքենաներ են գնում գալի, տարօրինակ որևէ բան գյուղացիները հաստատ չէին նկատի, իրենց ամենօրյա պատկեր, այսինքն մեքենաները գնում գալիս են մի քանի գյուղ, մի քանի քաղաք իրարակապում այդ ճանապարհը եւ այնպես չի, որ մի քանի մեքենա անցներ, բոլորը պետքա ուշադիր լինեին, միգուցե մեքենաներ մտնեն գյուղ, անծանոթ մեքենաներ լինեն, այդտեղ որոշակի ուշադրություն լինի, որտեղ կոնկրետ գյուղ են մտնում, բայց ելի ենք ասում, գյուղ ոչ մեկ չի մտել, ավելի կասկածելի, ավելի ինչ-որ վտանգավոր, որ կարելի էր ոստիկանությանը այդ ուղղությամբ տանել, բայց ոստիկանությունը բոլոր ուղղություններով գնացել է, սա մենք վստահ ենք ասում, ոստիկանությունը եւ փրկարար ծառայությունը ամենաբարձր մակարդակով իր աշխատանքը կատարել է, բայց ցավոք սրտի մենք չունենք գոնե մի հոգի տեսած լիներ երեխայի վերջին շարժը, թե վերջին անգամ երեխան որտեղ է գտնվել, տան դիմացը, տան հետևի այգում կամ այդ ճանապարհի վրա, այսինքն ոչ մեկ չի տեսել երեխան ուր է գնում, ինչ է անում, երեխային վերջի անգամ տեսել է պապիկը այն վայրում, որտեղ որ երեխան խաղալիս է եղել։ Եվ դա մի հատված է, որտեղից դժվար թե գային երեխային վերցնեին ու տանեին, բայց ինչքանով որ դժվար է, այնքան էլ որ կարող է հավանական լինել, այս կյանքում ամեն ինչ իհարկե հավանական է, մանավանդ այսօրվա առավել դաժան եւ դժվար կյանքում։ Եվ որ նայում ես թե Հայաստանում ինչեր են կատարվում, ինչպիսի դաժանակիր սպանություններ, առևանգումներ, նաեւ հասկանում ես, որ այս երկրում արդեն ամեն ինչ հնարավոր է, որևէ բանի վրա չես կարող զարմանալ, միգուցե վաղը մյուս օր մտնեն մարդկանց տներից, մարդկանց առևանգեն նրանց երեխաներին, առևանգեն, սա չի գալիս օրենքի բացակայությունից, միևնույն օրենքի առաջ բոլորը պատժվում են, ձերբակալվում են ու պատժվում։ Սա գալիս է մարդկանց անգրագիտությունից, անօրինական ապրելու ցանկությունից եւ մի քիչ էլ հոգեկան խնդիրներից, որտեղ նորմալ մտածող մարդը կպատկերացնի, որ մարդ սպանելուց հետո իր վիճակը լինելու ավելի ծանր։ Փրկարարները հավատում են, որ երեխան ընկել է գետը, գյուղացիները, ընտանիքի անդամները երեխայի հավատում են, որ երեխան առևանգված է եւ գետը չի ընկել։ Հիմա որին պետք է իրականում հավատալ, իհարկե այնտեղ կա մի կասկած, որ երեխային առևանգել են եւ դա ծնողներն են ասում, որոնք իրենց երեխային լավ են ճանաչում եւ գիտեն, որ երեխան չի գնացել գետի ուղղությամբ, իրանք եղել են ուշադիր, եթե գնար գետը, ապա իրանք կնկատեին, դա փրկարար ծառայությունն էլ որպես փորձառու, որպես նման հազարավոր դեպքեր տեսած, որպես պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերող, ասում է իր կարծիքը, որ մեծամասամբ մեծ հաշվով երեխան
գնացել է գետի ուղղությամբ եւ ընկել է գետը։ Հակասական են իհարկե կարծիքները, եթե ընկել է գետը, ապա 10 օր շարունակ հազարավոր մարդիկ փնտրում են հենց գետում որևէ նշույլ չկա, այսինքն մի հատ կոշիկ լիներ ճանապարհին գետ գնացող կամ ինչ-որ մի ծառից կարճած, ինչ-որ մի քարի տակ։ Եթե երեխային չէին գտնում գետում, ապա պետքա գտնեինք որևէ շոր, որևէ կոշիկ երեխայից գետում։ Իհարկե սա այնպես չի, որ պարտադիր է, որ գտնեինք, բայց 10 օր գետը ուղակի սանրելով հնարավոր էր մի բան գտնել, բայց իհարկե գետն էլ բավականին վարար գետ է, բավականին խորը գետ է եւ ինչը որ դժվարացրել է հարգելի փրկարարների գործողությունները, բայց այն որ նրանք իդեալական են աշխատել, այն որ իրանք անձնանվեր են աշխատել, դա որևէ մեկը չի կարող դնել կասկածի տակ։ Իսկ որ գողացել են, ապա դա էլ մյուս կողմից ունի իր հակառակ ապացույցները, որ նախ որևէ մեկը տարօրինակ մարդ չի նկատել, որևէ մեկը որևէ մեքենա չի նկատել, որը տարօրինակ է եղել, այսինքն երեխան 10 րոպեով դուրս է եկել, միայն ակա մնացել 10 րոպեով եկան տարան, սա էլ իհարկե հստակ ապացույց չի, որ 10 րոպե երեխան իրանց տան շրջակայքում, իրանց տան մոտ է եղել երեխան, չի եղել օտար թաղամասում, չի եղել օտար մի վայրում, տան մոտ գտնվող երեխային եկան տարան, լավ, եթե նույնիսկ տարել են, այնպիսի մեծ աղմուկ է բարձրացել, որ տանողները դժվար թե կապ հաստատեն ծնողների հետ, ասեն եկեք ձեր երեխային վերցրեք, որտեղ կվախենան, բայց եթե տարել են ու ուզում են փրկվել, իրանք պետքա օր առաջ երեխային վերադարձնեն, օր առաջ, եթե դուք լսում եք, ապա ինչքան շուտ վերադարձնեք երեխային, այնքան ձեր փրկությունն է եւ գնացեք, մեղանչեք, խնդրեք, աղաչեք, որ ձեզ ավելի մեղմ պատիժ տան։ Իհարկե լինելու է շատ ծանր պատիժ, բայց եթե օր առաջ վերադարձնեք երեխային, ձեզ մեղմ պատիժ կտան միայն այն պատճառով, որ դուք լսեցիք ու վերադարձրեցիք երեխային։ Իհարկե ասում են, որ զանգել են հորը, ասել են երեխային անցկացնում են Բագրատաշենի սահմանը, տանում են դեպի Վրաստանի ուղղությամբ, մարդիկ են հասել այնտեղ, նկատել են, որ նման է եղել, բայց այդ երեխան չի։ Զանգել են, միացրել են երեխայի լացի ձայն, սա աննորմալություն էր, սա վերջին անբարոյական արարքներ, որը մենք կարող էինք լսել, նույնիսկ ֆիլմերում նման ստորություններ միգուցե չկարողանան մտածել, որ ցույց տան, բայց մեր իրական կյանքում նման տականքներ գոյություն ունեն։ Ոստիկանները գնացել են այդ հետքով, պարզել են, որ նա երեխայի առևանգման հետ կապ չունի, ուղղակի ինչ-որ մի սրիկա է։ Կասկածներ էին տարածվում համացանցում հարևանների վերաբերյալ, որ այս ինչ կինն է գողացել կամ